Բացահայտվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ կեղծ զանգերի կենտրոնը։ Կադրերում երևում է ինչպես են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները անսպասելի խուզարկություն կատարում առաջին հայացքից կասկած չհարուցող աշխատավայրում, որտեղ սակայն աշխատակիցները ներգրավված են հանցավոր սխեմայում։ Անձինք վարձակալել էին տարածք, կահավորել էին հատուկ համակարգչային տեխնիկայով, որը որ նախատեսված էր զանգերի կենտրոնի գործունեության բնականոն ընթացքը ապահովելու համար, հավաքագրել էին տարբեր աշխատակիցների, դերաբաշխումներ էին կատարել եւ կատարում էին հանցավոր գործունեություն, թիրախավորելով տարբեր երկրների քաղաքացիներին։ Այս հանցավոր կազմակերպության մասին հաղորդումը քննչական կոմիտեն ստացել էր դեռ հոկտեմբերի 30-ին, կոմիտեի մանրամասներ են հայտնում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, որ Վերոնիկա Ղուլյանը մի խումբ անձանց ներգրավությամբ եւ նախնական համաձայնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցի 27 հասցեում գտնվող գործարան 27 կոմերցիոն շինության 4-րդ հարկում ստեղծել են հանցավոր կազմակերպություն եւ կատարում են համակարգչային հափշտակություններ։ Հաղորդման արդիվ քննչական կոմիտեի ՀԳԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանում բացահայտված այս կազմակերպության թիրախը միայն օտարերկրացիներն են եղել, զանգահարել ու առաջարկել են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ կատարել։ Ներդրումը սկսվում է պայմանական $250, այնուհետև երբ որ քաղաքացին համաձայնվում է այդ ներդրումը կատարել, նրանք այդ քաղաքացու տվյալները փոխանցում են իրենց խմբում ընդգրկված ավելի հմուտ որակներ ունեցող, այսպես ասած, անձի, ով փորձում է համոզել, որ բացի այդ 250 ԱՄՆ դոլար ներդրումից, այսպես ասած, ել ավելի շատ ներդրումներ կատարել եւ տարբեր այդպիսի պատրվակներով քաղաքացիներին հորդորում են, վերջիններս էլ ավելի մեծ քանակի գումարներ են դնում այդ հանցավոր ֆինանսական արտակներում եւ վերջնարդյունքում հափշտակում են ամբողջ ներդրված գումարը։ Այնուհետև հիշալ հափշտակված դրամական միջոցները փոխարկել են տարբեր կրիպտոարժույթների, այդ կերպ կատարելով փողերի լվացում։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են մի շարք թվային ապացույցներ, որոնք փաստել են հանցագործությունը տուժած անձանց ինքնությունները, որոնք բոլորը եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ Խուզարկության ժամանակ հանցավոր զանգերի կենտրոնում եղել է 25 աշխատակից, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։ Բոլորը գերազանց տիրապետել են օտար լեզվի, նրանցից 5-ը հարձակվվել են։ Աշխատանքի հայտարարությունները տարածել են համացանցով, խոստանալով բարձր աշխատավարձ։ Ոմանք կարծում են, որ հնարավոր է իրենց հանցավոր գործունեություն ծավալեն եւ վրիպեն իրապահ մարմինների աշկերից։ Բայց քրեական ոստիկանության կիբերհանցագործների դեմ պայքարի վարչությունը պարբերաբար ստանում է զանազան տեղեկատվություններ եւ կան նույնիսկ ներկայումս գործող զանգերի կենտրոններ, որոնց գործունեությունը եւս պատրաստում են օրենքով սահմանված կարգով դադարեցնել, իսկ այդ զանգերի կենտրոնների մասնակիցներին եւ կազմակերպիչներին, այսպես ասած, քրեադատավարական ընթացակարգով ենթարկել քրեական պատասխանատվության։ Հանցավոր կազմակերպության ղեկավարներին հանրային քրեական հետապնդում է հարուցվելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու համակարգչային առանձնապես խոշոր չափի համակարգչային հափշտակություն կատարելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու համար։ Իսկ հանցավոր կազմակերպության անդամներին հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, այդ թվում առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու։ Այժմ քննչական կոմիտեում զանգերի կենտրոնների վերաբերյալ առկա է 5 քրեական վարույթ, 20 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մինչև օրս մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 11 քրեական վարույթ 35 մեղադրյալի մասով, որոնցից 25-ի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Հանցավոր ծագում ունեցող շուրջ 840 միլիոն դրամ փոխանցվել է դեպոզիտ հաշվին, հետագայում դատարանի վճռով այս գումարը բռնագանձվելու է հօգուտ պետության։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։